Այսօր ահագին սինդրիկ հավաքեցինք անտառից։ Դիտեք այս տեսանյութը մինչև վերջ եւ վերջում մի քանի հետաքրքիր տեղեկություններ կասեմ սինդրիկի մասին։ Գնում ենք սինդրիկի, առավոտ ժամը 7:30-ի 8-ի կողմերն է։ Պետք է բարձրանանք անտառներ։ Հրաշալի բնություն է, կանաչ, բնության զարթոնքն է, չէ՞ Վահագ։ Այո։ Արդեն անտառը թեթև բողբոջել է, թեթև կանաչություն է ստացել։ Ինչ-որ անցած տարվա տենց էր, չէ՞ ոնց որ։ Թեթև բողբոջել էր։ Ես գույն էր։ Բայց մի քիչ վերև ես բարձանում, արդեն ձյուն է։ Հեսա մի հատ շերտ կա, որ նայում ես, այս կանաչը չկա, այս ներքևի բողբոջը։ Այ ինչ սիրուն տեսարան է բացվում ստեղ։ Այս տարի մի 15 օր ամենակիչը եղանակը հետենք է, տարին հետենք է։ Մենք անցած տարի ապրիլի վերջ ենք գնացել, բայց արդեն այս տարի մայիսի 12-ն է։ 11 մայիսի։ 11 է։ Հա։ Մայիսի 11-ն է։ Գալիս ենք, բայց ոնց որ նույն տեսարանն է։ Այս տարվա ձմեռը խիստ էր, ձյունը շատ էր։ Սարերը ոնց որ կամաց սկսեց հալվել ձյունը։ Բայց հույս ունենք սինդրիկ կհավաքենք այսօր։ Այս հենց ծախի վրայի անտառները պետք է բարձրանանք։ Այն վերևի սպիտակը ոչ թե ամբա, այլ ձյուն է։ Հա, անցած տարի չկար այդ։ Չկար, չէ՞, կար, չէ։ Բաներ, թեթև, սպես մի երկու տեղ սպիտակ երևարություն կար են, բայց սպես շատ դրված չէր։ Շերտը նայի Վահագ։ Հա։ Դեն մեզ կանաչ ու վերևը արդեն չկա կանաչ, զգացիր։ Կարշնվի է, այսինքն այդ շերտը մի քիչ այն ձախնել նայի, այն վերևը вообще ձյան մոտը, դե вообще կարշնվի անտառը։ Դե ցուրտ է այս տարի։ Շատ հետընկավ։ Մեկ էլ այնտեղ տեղին ծաղիկ կար աճած, սենց բանի, ճահիճի մեջի ծաղիկներից։ Հենց ապրես, բացված լավ, ես ունեմ։ Անտառին կապած ամեջապես, բացատ կար, բացատի մեջ։ Գնանք այդ ջրի հոսքի տեղը գնանք, տեսնենք կա այդ լճացված ծաղիկները։ Մի 4 օր առաջ գնացել եմ կար։ Դե էլի։ Ճիշտ ժամանակին ենք եկել։ Պետք է որ։ Նայի շերտը տեսնում ես, այս ներքևը կանաչ է, այն վերևը կարշնվի, ու այդ կարշնվի մեջ մտել ենք, չկար հələ սինդրիկ։ Էլի եք հասել եք այդտեղ։ Դες լավ վերև ելանք, արդեն ձյուններ, տեղ ձյուններ ու խոտը չկար вообще աճած։ Նորից իջանք ներքև։ Սառն է։ Հեսա զավտրկն էլ կանենք, նոր կշարունակենք մեր գործը։ Ստեղ են անգամ գերակաց։ Հա։ Եղանակն էլ լրիվ մեր կողմից է այսօր, շատ արև, հաճելի։ Անցած անգամ կարկուտի տակ մնացինք, ես ու Վարդանը։ Շատ հրաշալի օր է մեզ սպասվում։ Մենք արդեն հասել ենք անտառի մոտ։ Շուտով սկսելու ենք սինդրիկ հավաքել, ժամը 8-ի կողմերն է։ Հրաշալի եղանակ։ Մի հատ նախաճաշ զավտրակ անենք եւ մտնելու ենք այս անտառը։ Վահագին չենք անելու զավտրակը։
Նայ, Լավաշ։ անարատ լավաշ, Հարմ հավաքած սունկ, ծվածեղ, պանիր, սրանք է, սրանք Երջիկ։ կարևոր չէ, մեկը թարմ կանաչի։ այո, գլխավոր մեր դելիկատեսը, Այո։ վայրի սունկն է, որ երեք ենք հավաքել, տնական ձևով, ու հատուկ ասեցինք բերենք ստեղ անենք մեր զավտրկը բնության գրկում, Վահագը արդեն անհամբեր ուզում է այս համով կերակուրը վայելի ու հրաշալի տեղում ենք անում այս զավտրկը գետի ափին բարի ախորժակ համով է այս մաքուրոթին վաբշե չէ մենք արդեն սկսում ենք բարձրանալ անտառ Ես էլ Վահագի զենքերից է, որ արջերին պատրաստվում է սրանով վախացնի։ Սիրտ գորա։ Մի փախի, արջին որ տենում ես մի փախի, գոռա։ Իմ նման գոռը։ Եսի ձնից հալված ջրերն են իջնում, միանում են գետին ու սենց միլիոնավոր ջրեր դառնում են հսկայական գետ։ Մեր Սինդրիկի ճանապարհը ուղեկցվում է հաճելի ինչ սիրուն ծաղիկներ են Վախենա։ Սխտորներին, արի։ Սոխա վայրի Տեսեք ինչ հաստ սինդրիկ է, բայց շատ փոքր է դուրս եկած, պետք է խորքից հանել։ Այս տեսնում եք։ Հիմա էսի նայեք ինչ երկարությամբ է դուրս գալու, նայեք։ Հենց պետք է մատով իջնել կողքով, մինչև արմատի մոտ։ Որտեղ որ թեքվում արդեն արմատը, նայեք ինչքան դուրս եկավ։ Այս հենցները ամենահամովն են։ Ստեղ էլ կա։ Մեկ մի փոքր էր դուրս, մնացածը ներքև, այս զոխերը, կոթերը այնքան համով է։ Տեսնենք, ստեղ լավ տեղ է։ Որ սենց կարճ ու հաստ են, հեսա մի հատ էլ գեղեցկություն։ Աստեղ ոտքից տակ եմ տվել
Ես էլ էի վրով անցերս լավը է հետեկա կտա։ Հաստերից տվե ճեջալել եմ։ Վաղ ինչ լավ հաստերն ա գտել։ Հələ լրիվ փակ։ Շատ ջոխ եմ։ Հələ ինչ լավն ա։ Էսի կարճ չի, բայց էլի լավն ա, լավ փակ ա։ Գիգանտ ա էսի։ Հələ դրանց համեմատ։ Ռեզինս հանեմ, որտեղ ոնց որ թե հրաշալի սինդրիկներ։ Նայ ինչ լավն են հաստ ու նոր են դուրս եկել։ Փորես, որ հնարավորինս ներքերից դուրս գա։ Սա մյուսը։ Հենա։ Էսա։ Ֆանտաստիկ, սուպեր սինդրիկները։ Պլյուս այս անտարի թթվածինը, օդը, անտարի ազդեցությունը դառնում է իրար հետ հիանալի ժամանց։ Ոչ միայն սինդրիկ ես հավաքում, այլ նաև վայելում ես տնությունը։ Ոսկի ա, ոսկի։ Մի հատ էլ ստեղ եմ գտել, այդ լավ հաստից։ Մի հատ տեսնենք ես մեր ընկերը։ Ես ինչի ա բարձացես թե։ 1 մինուտ։ Վահան, Ջան, հələ կասես այդ խես էլ է այդ ծառի վրա։ ելել եմ որ գեոլ ակացիա բռնեմ։ Գեոլ ակացիան չի բռնե։ Մոլորվել ես անտառում։ Այո։ Я куда? 50 До конца маршрута 50 дней, ասում ա։ 50 օր ոտով քայլես կհասնես Վահագ ջան։ Արդյոք 50 մետր, отсюда до Синдрի։ Մարդը լավ Wi-Fi-ով կապավ էլի։ Ստե չէր բռնում ինտերնետը։ Այս հնարամտությունը Վահագի։ Սուտա ապտա մինուտ։ Ինչ որ այս Այս առատ տեղ հանդիպեցինք սինդրիկների։ Այսինքն գնում են
կանգնացնեմ, այս ամբողջ այս կադրի մեջ մինչև ներքև լիքը սինդրիկ է։ Մինչև այսենց այս ծառ ճղերի տակ ամբողջը սինդրիկներ են։ Ինչ որ ծիծա գումարով յոլ ակացիա կուղարվում։ 10,000 դրամ կդա։ Յոլ ակացիա կուղարվում։ Լավ ծարավել էինք, ջուրներս պրծել էր, վերջապես աղբյուր գտանք, այս տարավոր ծառի տակից դուրս է գալի, կչկչոցը լսում եք, արի, հեսա աղբյուրը գտել եմ, արի, արի ջուր խմենք, զտված միներալներով հարուստ, Արա վիդեո եմ անում։ Արի ջուր խմի կշտացի։ Հեսա շշով վերցնենք։ Տեսնենք որ դեղից ենք կպնում շիշը։ Զտված հողի տակից դուրս է գալի։ Ձները իհարկե հալվում են, ձները հալված, բայց ֆիլտրացված գալիս է վերջը։ Հանց որն եկավ տոթակես սառնախբյուրին հենց ասավ, գլխարկն հանեց ու չոքեց, խմեց սիրտը հավացավ ու տվավ իր օշնանքը։ Ոնց էր սկիզբը։ Մեջը մի քիչ կեղտ մտավ։ Նորից փորձենք։ Այսօր ահագին սինդրիկ հավաքեցինք անտառից։ Մի քանի հետաքրքիր տեղեկություններ սինդրիկի մասին։ Օրինակ, սինդրիկը շատ առողջարար ազդեցություն ունի օրգանիզմի համար, ասում են շաքարով հիվանդների համար է լավ։ Մանրամասները չգիտեմ, բայց շատերը լսել են, որ գովում են սինդրիկը։ Հագեցած է անտառի հարուստ նյութերով։ Ինքը աճում է մենակ անտառում, բացատ տեղերում չկա։ Ու այն անտառի են խոնավ, հաստ հողի մեջ, որտեղ որ հարուստ է օգտակար նյութերով, այդ ամեն ինչը վերցնում է հենց գարնան սկզբում։ Աճում է ապրիլի կեսերից մոտավորապես մինչև մայիսի կեսեր։ Նայած ինչ բարձրության է, էլի, ներքևները ավելի շուտ է աճում, վերևները մի քիչ ավելի ուշ ու հետո բացվում է, որոշ ժամանակ հետո ծաղիկներ են հայտնվում սինդրիկի վրա։ Ու այդ բացվածը արդեն չի լինում ուտել, որովհետև դախացած է, եփելուց դառնում է շատ վառ կանաչ գույնի, շատ ավելի հաճելի տեսք ունի, ու եթե տենց պահում եք սառցարանում, հենց այդ նույն գույնով էլ մնում է, մինչև հետո հանում օգտագործում եք։ Բայց երբ որ դնում եք թթու կամ քացախ ենք ավելացնում, հաջորդ օրը արդեն գույնը փոխում, կարշնվի է դառնում, պետք չի անհանգստանալ դրա համար, ոչ մի խնդիր չկա։ Մի քանի օր սառնարանում կարող եք պահել եւ օգտագործել։ Ես էլի վիդեո եմ տեղադրել, որտեղ ցույց եմ տալիս, թե ինչպես սինդրիկը
կարելի է եփել այդ պահին ուտելու համար, ինչպես կարելի է պահել ձմեռվա համար սառցարանում, կարող եք դիտել եւ դուք էլ նույնը կրկնել։ Կան մարդիկ, ովքեր չեն կարող քացախով ուտել սինդրիկը, որովհետեւ ունեն առողջական խնդիր, ստամոքսի խնդիր, ու իրանք էլ կարող են օգտագործել առանց քացախի։ Եռացնելուց հետո էլի կարճ մի 3-ից 5 րոպե մոտավորապես եռացնելուց հետո աղ եք անում, դնում եք հով տեղ, ոչ տաք, ոչ շատ սառը։ Մի քանի օրվա մեջ թթվում է ու կարաք թթու դրած վիճակով արդեն օգտագործեք առանց քացախի։ Կարաք միանգամից օգտագործեք, խաշելուց հետո սառացնեք, աղանեք ու սկսեք օգտագործել։ Թթու դրացնել էլի շատ հաճելի է օգտագործելու համար։ Խաշելուց հետո դառնում է դառնահամ։ Մինչև խաշելը ուրիշ համ ունի, բայց խաշելուց հետո սկսում է դառնություն տալ ու երբ որ քացախով մի քիչ կոտրում ենք այդ դառնությունը, շատ հաճելի լինում է օգտագործել։ Սկզբնական շրջանում ովքեր առաջի անգամ են օգտագործում, մի քիչ տարօրինակ կարող է թվալ, բայց կարճ ժամանակ հետո մի քանի հատ ուտելուց հետո ոնց որ օրգանիզմը զգա դրա պահանջը այդ օգտակար նյութերի ու սկսում ես առանց կանգնելու ուտել, ոնց որ անընդհատ ուզենաս ուտես սինդրիկին։ Ինչի, որովհետև իր մեջ հենց կա այն լավ օգտակար նյութերը, դրա համար էլ օրգանիզմը պահանջ է զգում։ Նաև շատ լավ է օգտագործել հենց սոված ժամանակ, հաճախ մենք տենց էլ անում ենք, հացից առաջ անմիջապես, սոված ժամանակ մի փոքր ուտում ենք, դրանից հետո նոր սկսում ենք հաց ուտել, օրգանիզմում առաջացնում է թթվային միջավայր։ Չգիտեմ, ովքեր նայել են դոկտոր Բերգին, ինքն էլ է բացատրում, որ ստամոքսում, որպեսզի մարսողությունը լավ կատարվի, թթվային միջավայրն է շատ կարևոր որ լինի ու հենց այդ քացախով թթու դրած սինդրիկը ստեղծում է այդ թթվային միջավայրը, դրա համար էլ շատ հեշտ կարող եք մարսել կերածը։ Դատարկ ստամոքսի ժամանակ, երբ որ մինչև նախաճաշը օգտագործում ենք սինդրիկը, Եկել եք տենց ուտում։ Հացից առաջ թե ընթացքում չի ուտվի։ Հա, խառնում ես մի քիչ ուրիշ է։ Առանձին լրիվ ուրիշ բան կդառնա։ Ինքը ոչ թթու է, ոչ զակուսկի է։ Դեմ դե առանձին ուտես, վայելես, հետո նոր հաց ուտես։ Կարելի է դատարկ ստամոքսին մինչև նախաճաշը վայելել սինդրիկի համը։ Նախ ավելի հաճելի է մինչև հաց ուտելը, որից հետո արդեն ստամոքսում ստամոքսահյութը սկսում է արտադրվել, որ երբ նախաճաշ ենք անում, ավելի մարսողությունը հեշտ է կատարվում։ Հետագայում ուրիշ վիդեոներ էլ կլինեն այս թեմայով, անտառի թեմայով, սինդրիկը ինչպես ենք հավաքում, որտեղից ենք հավաքում։ Միացեք մեր էջին, եղեք տեղեկացված, բայց ամենակարևորը փորձեք անձամբ թե հավաքելը եւ եթե չեք կարող հավաքել, գոնե կարող եք շուկաներից գնել, օգտագործել, պատրաստել։ Բոլորին հաճելի դիտում։